Տիկին Մարաբյան, ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանի պետական համալսարանում որպես մայրբուհի շրջանավարտ։ Դուք ընտրել եք ազգի ինքնությունը ներկայացնող կարևորագույն ոլորտ։ Ուզում եմ անդրադառնանք մշակութային ժառանգությանը առնչվող հարցերին։ Հայաստանից դուրս ինչպես եք հանրահռչակում մեր մշակութային ժառանգությունը։ Բարի օր, նախ շնորհակալ եմ հրավիրելու համար, իսկապես կարող եմ ինչ-որ մի նշել, որ հուզիչ էր այդ հանգամանքը, երբ որ հրավեր ստացա որպես ԵՊՀ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, միգուցե նախկին շրջանավարտ եւ հաշվի առնելով տարիների հեռավորությունը, երբ ես մայրբուհից հեռացել եմ շուրջ գրեթե 20 տարի առաջ, վերադարձը մայրբուհ միշտ հաճելի եւ ոգեվորիչ է, այնպես որ շնորհակալ եմ նաեւ ձեր նախաձեռնության համար։ Արդեն ձեր խոսքում նշեցիք, որ ներգրավված եմ հայկական ինքնության պահպանության ուրեմն կարևոր ասպարեզում, որը մշակութային ժառանգության պահպանությունն է եւ նշեցիք, որ տարբեր միջոցառումներ են նախատեսվում պետական մակարդակում մեր մշակույթը թե հանրահռչակելու եւ թե պահպանության ուղղվածությամբ եւ ձեր կողմից հարցադրում ինչպես ենք մենք հանրահռչակում եւ ներկայացնում հայկական մշակույթը, մեր մշակութային ժառանգությունը արտերկրում Հայաստանի սահմաններից դուրս, այդ դա մեր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկն է։ Դեռևս 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ներկայացված մշակույթի պահպանության, զարգացման, հանրահռչակման այդ կարևորագույն ռազմավարական փաստաթուղթը հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ այնտեղ 4 հիմնական զարգացման ուղղություններից մեկը հենց Հայաստանի հայկական մշակույթի հանրահռչակումն է արտերկրում, միջմշակութային երկխոսության հաստատումը եւ դա մենք իրականացնում ենք տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների, միջազգային տարբեր հարթակների միջոցով։ Ինչպես գիտենք, Հայաստանը ներգրավված է նախ միջազգային տարբեր կառույցների ցանցում եւ ծրագրերում եւ այդ տարբեր հարթակների միջոցով մեր մասնակցությունը ապահովում է հայկական մշակութային ժառանգության առնչվող թե պահպանության եւ թե հանրահռչակման առավել ինստիտուցիոնալ իրականացմանը։ Մյուս կողմից նախարարության անմիջական մասնակցությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, դրանք կլինեն միջազգային փառատոներ, միջազգային ցուցահանդեսների կազմակերպներ եւ ներկայացնելով հենց մշակութային ժառանգության ոլորտը պետք է նշեմ, որ հատկապես այս ուղղությամբ շատ կարեւոր դրվագներից է հենց միշտ հանգարանային համագործակցություն Հայաստանի եւ արտերկրի թանգարանների միջև այդ համագործակցության շրջանակում մենք հնարավորություն ենք ունենում ներկայացնելու մշակութային ժառանգությունը, հիմնականում շարժական, ինչպես նաեւ տարբեր ծրագրեր իրականացնել այդ միջմշակութային կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Մի օրինակ վերջերս հենց տեղի ունեցած ներկայացնեմ, որ Հայաստանը 2015 թվականից անդամակցում է Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ ծրագրին եւ այդ ծրագրի շրջանակում Հայաստանը ներգրավված է 6 եվրոպական մշակութային ուղիներին, դրանց թվում իմպրեսիոնիզմի ուղին։ Եվ հունիսի վերջին Ֆրանսիայի Բարբիզոն այդ գյուղաքաղաքում Հայաստանի ազգային պատկերասրահ հանդես եկավ ցուցադրությամբ եւ ֆրանսիական լսարանին ներկայացվեցին շուրջ 40 հայկական իմպրեսիոնիզմի լավագույն նմուշները։ Ցուցադրությունը մինչ այսօր բաց է եւ մեծ հետաքրքրություն է առաջ բերել թե տեղի հանրության եւ թե նաեւ միջազգային տարբեր գործընկերների մոտ նախատեսվում է, որ այդ ցուցադրությունը հետագայում նաեւ ինչ գտնվում է մեր երկրի սահմաններից դուրս, մենք նաեւ կարողանանք այլ բազմակողմ կապերն օգտագործելով ներկայացնել թե Ֆրանսիայի այլ քաղաքներում եւ թե եվրոպական այլ երկրներում։ Հայաստանի մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-27 թվականների ռազմավարությամբ նախատեսված գործողությունների թվում են 4 արգելոց թանգարանների ստեղծումը։ Ինչ փուլում են այդ աշխատանքները։ Շատ հետաքրքիր դրվագ եք արձանագրել մեր ռազմավարությունից արգելոց թանգարանների ստեղծումով։ Նշեմ, որ դա առնչվում է մեր անշարժ մշակութային ժառանգության, այսպես ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի ներդրման գործընթացին եւ յուրաքանչյուր տարի Հայաստանի նախարարության ուրեմն նախաձեռնությամբ եւ արդեն կառավարության որոշմամբ ստեղծվում են նոր արգելոց թանգարաններ, երբ մեր պատմամշակութային կարևոր ուրեմն
հուշարձաններ իրենց շրջական պատմական միջավայրով վերածում եւ վերափոխվում են արգելոց թանգարանների։ Դե պետք է նշեմ, որ վերջերս օրենսդրական բարեփոխում եղավ եւ արգելոց այդ տերմինը, որը այսպես արգելքի հետ էր որոշակի առնչվում, մինչդեռ դրանք բաց են հանրության համար եւ պետք է առավել մեծ թվով թե հայկական թե հայ եւ թե օտարազգի տուրիստների ներգրավվեն, այդ հասանելիությունը ավելի ներկայացնելու համար դրանք այսօր պետք է կոչվեն հնավայր կամ հնավայր թանգարաններ, այստեղ որոշակի նաև փոփոխություն ունենք տերմինի եւ պետք է նշեմ, որ թեև մինչեւ 2027 թվականներ նախատեսած, այդ բոլոր 4 արգելոց թանգարանները արդեն ստեղծվել են, այդ թվում Խնձորեսկ պատմամշակութային արգելոց թանգարանը, Տափիբերդ, Երերույքի տաճար եւ Նորատուս Խաչքարերի պուրակ, ուրեմն հնավայրեր արդեն ստեղծված են եւ պետք է նշեմ, որ հուշարձանների կառավարման ոլորտում սա մեր քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, ինչպես կառավարման համակարգեր ներդնել հենց հուշարձանների տարածքում, դրանք հասանելի դարձնելով տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին եւ այս հուշարձանների ընդհանրապես մշակութային ժառանգության կառավարման գործընթացը մենք դիտարկում ենք ոչ միայն մշակութային ժառանգության պահպանության, այլ նաեւ նրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից։ Երերույքի տաճարը գիտենք մեր կարևորագույն ուրեմն մշակութային ժառանգության օբյեկտներից է, նույնը Նորատուսի խաչքարեր, այսինքն դրանք միշտ բաց են եղել հանրության համար։ Այս դեպքում արդեն նրանք ավելի որպես նոր կառավարման համակարգեր, ինֆրաստրուկտուրա է գործում եւ սա թույլ է տալիս նաեւ որոշակի բարեփոխումներ, բարեկարգում անել թեկուս ուրեմն այդ արգելոցները ուղղորդող ճանապարհային ինֆրաստրուկտուրայի հետ կապված որոշակի ուրեմն զարգացման նոր ինֆրաստրուկտուրաներ ներդնել կլինի տոմսային տնտեսություն, հուշանվերների խանութ կամ սրճարանային ուրեմն հատված։ Ռազմավարությամբ նախատեսված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկում, որ հուշարձաններն եք նախատեսել ընդգրկել։ Ընդհանրապես արդեն նշեցինք միջազգային ասպարեզում ինչպիսի գործընթացներ են իրականացվում եւ դրանցից հատկապես կարեւորվում է այսպես մշակույթի ոլորտում ամենաբարձր մանդատ ունեցող կազմակերպության, հա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեքստում, թե նյութական եւ թե ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում մեր տարբեր դրսևորումների եւ հուշարձանների ուրեմն ներգրավումը եւ հուշարձանների առումով գիտենք նախորդ 20 տարիներին գրեթե նոր հուշարձաններ չեն ներգրավվել, չեն գրանցվել այդ ցանկում, սա բավականին երկարատև գործընթաց է եւ պահանջում է տարիների աշխատանք։ Իմ գործընկերները, ովքեր ներգրավված են այս գործընթացին, ես գիտեմ, որ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ միջազգային գործընկերների հետ եւ նախնական ցանկերում մի քանի հուշարձաններ ներգրավվել են։ Վերջնական ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ուրեմն համաշխարհային ժառանգության ցանկում գրանցման գործընթացը դեռևս տարիների աշխատանք է եւ ես վստահություն հայտնում, որ առաջիկա տարիներին մենք կունենանք մի քանի նոր հուշարձաններ գրանցված համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ինչ վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգության այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկերում գրանցմանը, սա նույնպես շարունակական մեր ռազմավարական ուղղություններից է, թե ուրեմն Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներ եւ տարրեր եւ թե նաեւ մեր միջազգային երկկողմ հարաբերությունների ընդհանուր ժառանգության պահպանության այս համատեքստում համատեղ հայտերի ներգրավում։ Գիտենք, որ այս պահին ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված է 8 տարր եւ դրանցից մեկը համատեղ ուրեմն արված է հենց պատրաստվել է Իրանի մեր գործընկերների հետ, որն է Թադեոս վանքի ուխտագնացությունը։ Եվ այս պահին էլ մենք ակտիվ համագործակցում եւ աշխատում ենք թե մեր միջազգային գործընկերների եւ թե տեղի ուրեմն փորձագետների հետ նոր տարրերի գրանցման ուղղությամբ եւ առաջիկա տարիներին կարծում եմ նոր ուրեմն դրսևորումներ եւ տարրեր կունենան գրանցված հենց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Տիկին Մարաբյան, Հայաստանը նաև հարուստ մշակութային ժառանգություն ունի երկրի սահմաններից դուրս։ Նախարարությունը ինչ ծրագիր է իրականացնում մշակութային ժառանգությունը երկրի սահմաններից դուրս պահպանելու համար եւ որ երկրների հետ է համագործակցում։
Իհարկե հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանում եւ թե Հայաստանի սահմաններից դուրս կրկին մեր ռազմավարական առաջնահերթությունների մեջ է եւ տարբեր երկկողմեր հարաբերությունների եւ համագործակցության համատեքստում համագործակցելով հենց տեղի իշխանությունների, կառավարությունների հետ աշխատանքներ են տարվում այդ երկրում գրանցված պահպանվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ քիչ առաջ նշվածս հանգամանքը հենց Պարսկաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ուրեմն պատրաստված այդ Թադեոս վանքի ուխտագնացությունը, որը որպես համատեղ հայտ փաստորեն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, դրա վառ դրսևորումներից է։ Եվ մենք մի կողմից արձանագրում ենք, բայց մյուս կողմից դրանց պահպանությունը իրականացվում է տվյալ երկրի փաստորեն նորմատիվ իրավական այդ ընդհանուր ուղղվածության եւ համակարգի ներքո եւ բազմաթիվ են օրինակները, որտեղ որ հայկական ուրեմն մշակութային ժառանգություն առկա է, թե մեր կառույցները եւ թե նաեւ նախարարությունը ներգրավված է դրանք թե հանրահռչակելու, թե ուսումնասիրելու երկկողմ համագործակցության շրջանակում նաև որոշակի հետազոտական հնարավորություններ են ստեղծվում առկա արխիվներում, թանգարաններում պահվող հայկական մշակութային ժառանգության թե հետազոտական ուսումնասիրությունների իրականացման եւ թե տեղում դրանք ներկայացնելու դրա վառ դրսևորումներից էր Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրությունը Հայաստանում, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Պատմության թանգարանը համագործակցություն ծավալեց բրիտանական թանգարանի հետ։ Եվ վերջում, որպես ԵՊՀ շրջանավար, ցանկանում եմ նշեք, թե մշակույթի հանդեպ սերը ինչպես է արմատացել ձեր մեջ, արդյոք ԵՊՀ-ն մեծ դեր է ունեցել այդ գործում։ Շատ կարևոր հարց եք տալիս, մի փոքր եթե վերադառնանք դեպի միջ համալսարանական, դեպի ավելի դպրոցական այդ շրջան, պետք է նշեմ, որ երկար տարիներ դեռ պատանեկության տարիներից երազում էի դառնալ իրավաբան եւ ինչ-ինչ պատճառներով փաստորեն ես ընդունվեցի ուրեմն Երևանի պետական համալսարանի արվեստաբանության բաժին պատմության ֆակուլտետի եւ կարծում եմ մասնագիտական կողմնորոշման որպես քաղաքացի ձևավորման եւ իմ ընդհանուր որպես մարդ կայանալու գործում համալսարանի դերը իսկապես շրջադարձային է եղել եւ Նաև պետք է նշեմ, որ առ այսօր կապը Մայրբուհի հետ շարունակվում է եւ այդ Մայրբուհում ստացած իմ ուրեմն կարմիր դիպլոմի, գերազանցության դիպլոմի շնորհիվ ես վերջերս ընդունվել եմ Միացյալ Թագավորությունում Քենտի համալսարան եւ շուտով պատրաստվում եմ մեկնել ուրեմն Մեծ Բրիտանիա ուսումը շարունակելու Քենտի համալսարանում արդեն քաղաքական գիտությունների ոլորտում որպես միջազգային հարաբերությունների եւ միջազգային ուրեմն իրավունքի ֆակուլտետում իհարկե սա մի փոքր կարող է այսպես հարցադրումներ առաջ բերել թե ինչպես մշակույթի ոլորտից միջազգային հարաբերություններ ես կարծում եմ որ սրանք խիստ փոխկապակցված են մենք մեր ամբողջ հարցազրույցի ուրեմն ընթացքում կարմիր թելով այսպես գնում էր մեր ժառանգության հանրահռչակումը պահպանությունը ներկայացումը հենց միջազգային ասպարեզում ես կարծում եմ որ Անգլիայում իմ ուսումնառությունը հնարավորություն կտա հենց մեր մշակութային ժառանգության պահպանությունը դիտարկել առավել այսպես միջազգային իրավահարաբերությունների առավել գլոբալ համատեքստում եւ ավելի մեծ ներդրում ունենալ դրա պահպանության, ներկայացման եւ զարգացման գործում։